Գյուղացիները բողոքում են, կաթի մթերման գներն իջել են, պաշտոնյաները էժանացումը համարում են սեզոնային, գնանկման հիմնական պատճառը համարելով կաթի փոշու էժանացումը միջազգային շուկայում։ Հաշվի առնելով նման գների նվազեցման գործընթաց, որը շարունակվում է, չի կանգնել, կարող է բերել անասնագլխաքանակի կաթնատու անասնագլխաքանակի ջարդին, այսինքն սկսեն մորթել։ Գյուղացիները չեն ցանկանում կաթը հանձնել ցածր գնով, նրանք համարում են, որ կաթնատու անասուն պահելը թանկ է նստում իրենց վրա։ Կաթմթերող եւ կաթնամթերք արտադրող ընկերությունը փաստում է, որ այսօր կաթը գյուղացուց գնում է նվազագույն գնով։ 1 կիլոգրամ կաթը 3-6 բազիսային յուղանությամբ ձեռք է բերում 150 դրամով։ Սա այն գինն է, որը համապատասխանում է այսօրվա մեր արտադրանքի ինքնարժեքի հետ։ Կաթի էժանացման ու դրա սպառման խնդիրը գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում է։ Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ արդեն 2 անգամ հանդիպում է կազմակերպվել մթերող կազմակերպությունների հետ։ Առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք նաև ինքնարժեքի հաշվարկ ենք կատարում, որտեղ այդ խմբում ընդգրկված են թե կաթ վերամշակողները, թե կաթ վերամշակողների միության ղեկավարը, ուրեմն թե արտադրողներ, կաթ արտադրողներ, թե խոշոր եւ թե փոքր եւ միջին, որպեսզի կարողանանք հասկանանք կաթի իրական ինքնարժեքը։ Գյուղատնտեսության մտահոգությունը գյուղերում կաթնատու անասունների գլխաքանակը ապահովելն է։ Ռոբերտ Մակարյանը հույս հայտնեց, որ գյուղացիների եւ մթերողների լարված հարաբերությունները կկարգավորվեն առաջիկայում։ Գրիգոր Գևորգյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։